Հանրապետությունը ցնցած ողբերգության հասցեն առավոտից մարդաշատ է։ Էջմիածնի այս շքամուտքի տներից մեկում է վաղ առավոտյան հայտնաբերվել սպանված 65-ամյա քաղաքացուդին։ Շամշանի կադրերում Գրիգոր Գ.-ի առնաշաղաղ մարմնի վրա դոլարներ ու եվրոներ են երևում։ Ահասարսուր սպանության մանրամասները լսած էջմիածինցիները շոկի մեջ են։ Ապշած ենք, այսօր առավոտ եկել ենք, իմացել ենք։ Տղան է ասել, որ ես եմ հողով սպանել, բայց ինչ ասում ենք, որ հարևաններն են, ոչինչ չեն իմանում, ոչ ոք ոչինչ։ Լսալ ենք, որ տղան հորը սպանել է։ Ոստիկանությունն առավոտյան է հաստատել Էջմիածնում տարածվող այս խոսակցությունները։ Սպանվածի որդին ըստ ոստիկանության հաղորդագրության ողբերգությունից հետո փորձել է նետվել Երևանի հաղթանակի կամրջից։ Պարեկներն ու փրկարարներն են կանխել ինքնասպանությունը։ 22-ամյա տղան խոստովանել է, որ սպանել է հորը, ցանկացել վերջ տալ իր կյանքին։ Դες ինչքան դաժան մենք թիվը 5000 ավեր ծնպենդ յուրան խոխան սպանը յուրան հորը ծնող են։ Այդ ինչ երգիրա։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մերձավոր ազգականի կողմից սպանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, նշանակված են փորձաքննություններ։ Լուսաբացին են Արմավիրի մարզային ոստիկանները շրջափակել սպանության հասցեն։ Հարևաններն այդ ժամին դեռ ոչինչ չեն իմացել։ Մամա, չգիտես այստեղ ինչ է պատահել։ Ասում ոչինչ։ Ասում բան չի միլիցիոներներ կան, ասում չգիտեմ։ Իքը միլիցիա կա։ Հետո նայեցի տեսա երկու մեքենա բան։ Կայծակնային արագությամբ են ողբերգության մանրամասները տարածվել Էջմիածնով 1։ Մարդ են սպանել, թե չեմ էլ իմացել հերա, մերա, ինչ ասում են, մարդ են սպանել։ Բնակարանի հարևանությամբ ապրողներ գրեթե չկան, մեծ մասամբ կոմերցիոն տարածքներ են, որտեղ աշխատողները լավ չեն ճանաչում ոչ սպանվածին, ոչ էլ նրա 22-ամյա որդուն։ Չեմ անում, ես շենքի ապրողների չեմ էլ ճանաչում ով են։ Քաունթը արենդով է վերցրած, ես ուղղակի հարևան առևտուր են արել, ուրիշ ոչ մի բան։ Ըստ տարբեր խոսակցությունների խաղամոլությունն է եղել հոր եւ որդու տարաձայնության պատճառը։ Որոշները պնդում են 22-ամյա տղան է պարտքեր կուտակած եղել, մարդիկ կան ըստ որոնց 65-ամյա տղամարդն է տարված եղել ազարտային խաղերով։ Պետական եկամուտների կոմիտեի այս հունվարին հրապարակած վիճակագրության համաձայն միայն 2024-ին մեր երկրում 7.13 տրիլիոն դրամ կամ 17.8 միլիարդ դոլար խաղադրույք է արվել։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։